Մարդը իր այդ հոգսից դուրս է եկել։ Աստված այդ քո աղոթքների միջոցով օրհնում է քո զավակներին, օրհնում է քո առողջությունը, օրհնում է քո հոգևոր վիճակը։ Եթե դու 1 րոպե այդ մարդու համար աղոթել ես, Աստված քեզ այդ րոպեները 100-ապատիկը օրհնում է, օրհնում է անսահմանափակ։ Այս իմ պատգամը շատ եմ խնդրում լսեք անպայման, օրինակ վերցրեք, յուրացրեք, սա ձեզ միայն օգուտ կբերի։ Վերջում նորից նշեմ, որ երբ որ լսում ես ինչ-որ մեկի կարիքավոր վիճակի մասին, Աստծուն ամենահաճելի բանը առաջին քո արձագանքը նախ աղոթելն է այդ մարդու համար։ Եթե դու չունես հնարավորություն նյութականով օգնելու, ուրեմն սկսիր աղոթել այդ մարդու համար։ Եվ երբեք մի մտածիր, որ քո հարևանը, որ նույնպես աստվածապաշտ հավատացյալ մարդ է ու այսօր կարիքի մեջ է, ու նա քեզ եկավ իր հոգսի մասին պատմեց, նա եկել է, որ քեզանից գումար խնդրի կամ իր հոգսը ցույց է տալիս, որ քո սիրտը ճմլվի ու դու իրան այսպես գումար տաս կամ նյութապես օգնես։ Ոչ, սիրելիս, ասեմ քեզ, Աստված թույլ է տվել, որ այն շնորհաշատ մարդը իրոք ընկնի այնպիսի կարիքի մեջ, որ դու տեսնես այդ կարիքը ու կանգնես ու աղոթք անես այդ մարդու համար։ Կանգնես ու աղոթք անես այդ մարդու համար։ Այո, առավել եւս մեր Աստծուն հաճելի է, երբ որ դու նյութապես ես հասնում այդ մարդուն, թեկուզ մի բան էլ քեզ զրկելով։ Կարող է այսօր դու այդ մի կտոր հացը ուտես, դա քո համար արդեն սովորական ինչ-որ մի երևույթ լինի, բայց այդ մարդու տանը, այդ քո հարևան հավատացյալ աստվածապաշտ մարդու տանը արդեն 3-րդ օրն է հաց չկա եւ ինքը կարող է գայթակղություն ապրել, այսինքն կարող է իր սրտի մեջ թուլանալ ու մտածել, որ Աստված իրեն չի սիրում։ Քո այդ մի կտոր հացը կարող է այդ պահին փրկել այդ մարդուն։ Դրա համար թեկուզ վերջի քո մի կտոր հացն է տանես հասցնես այդպիսի մարդուն, իմացիր, որ մեր Աստված, որ գրված է իմն է այս աշխարհը իր լիությունով, այս ամենը, այս բարիքները, ամեն ինչ Աստված է ստեղծել։ Մեր Տերը միթե չի կարող քեզ օրհնել կամ այդ մարդուն օրհնել։ Ասեմ ձեզ, մեզ հետ կատարվող